12. There aren't interesting names in it. Ո՞րը։ 8-րդ գլուխը 9-ից 12 համարները։ 8-րդ գլուխ 9-ից 12։ Եկեք կարդանք, հետաքրքիր անուններ չկան իհարկե, բայց Եվ Նեհեմիան, որ Աթարսաթան է, Եզրայել քահանան, դպիրը եւ Ղեֆտացիները, որ ուսուցանում էին ժողովրդին, ասացին ամբողջ ժողովրդին. Այս օրը սուրբ է ձեր Տեր Աստծո համար։ Մի սքացեք եւ լաց մի եղեք, որովհետեւ ամբողջ ժողովուրդը լաց էր լինում, երբ լսում էր օրենքի խոսքերը։ Ապա նրանց ասաց. գնացեք, յուղալի ճաշեր կերեք եւ քաղցր խմիչքներ խմեցեք եւ պատրաստություն չունեցողներին բաժիններ ուղարկեցեք, որովհետեւ այս օրը սուրբ է մեր Տիրոջ համար։ Եվ մի տխրեք, որովհետեւ Տիրոջ ուրախությունը ձեր զորությունն է։ Եվ Ղեֆտացիները հանդարտեցրին ամբողջ ժողովրդին, ասելով. հանդարտ եղեք, որովհետև այսօրը սուրբ է, մի տխրեք։ Ամբողջ ժողովուրդը գնաց ուտելու, խմելու եւ բաժիններ ուղարկելու եւ մեծ ուրախություն անելու, որովհետև հասկացան այն խոսքերը, որ իրենց հաղորդեցին։ Do you remember in verse 73 of the preceding chapter Հիշում եք 7-ի when this 73-ում all occurred? What day were they gathered? երբ սա տեղ ունեցան որ օրն էին հավաքվել 7-րդ ամիսը։ ամիսը ինչ է գծած 7-րդ ամիսի Յոթերորդ եւ եկավ seventh 7-րդ month. ամիսը։ The seventh month Հունիսի։ was one of the most important months in all of the Jewish calendar. 7-րդ ամիսը որ հրեական օրացույցում շատ կարևոր ամիս է Already when Ezra had come, արդեն երբ Եզրասը եկել էր I'm sorry, Zerubbabel, not Ezra. Զորաբաբելը կներ Even though they didn't have the temple built, նույնիսկ երբ չունեին տաճարը by the կառուցված seventh month they had built an altar and they did their first sacrifices to the Lord back in Jerusalem in the seventh month. բայց մինչև 7-րդ ամիսը արդեն զոհասեղան էին կառուցել եւ իրենց առաջին զոհերը կառուցել 7-րդ ամսը There were 3 large festivals in the seventh month. 7-րդ ամսվա մեջ 3 մեծ տոներ On կային the first day, it was a joyous celebration called the Festival of Trumpets, and they blew a lot of trumpets. Հողերի տոններ Հողերի։ Հողերի տոններ առաջինը And normally they did that the first day of the seventh month. եւ սովորաբար դա անում էին հենց առաջի օրը And 7-րդ ամսվա Later, they would celebrate the Feast of Tabernacles or the Feast of Booths. հետո արդեն նրանք տոնում էին տաղավարը հարած տոնը So that's one of the reasons why here in this text, this would have probably been the first or second day of the seventh month. սա դրա համար եմ կարծում որ կլիներ And so that was supposed to be a time of joy, not a time of sorrow. Դա պիտի լիներ ինչպես ասում են ուրախության, այլ ոչ թե տխրության ժամանակ But did you notice in verse 9, what was their first response to hearing the word of God? 9-րդ համարում ինչ նկատեցիք որն է նրանց առաջին արձագանքը Աստծո խոսքին At the end of verse 9-րդ համարի վերջում They were weeping Mhm. and mourning Why do you think they were weeping? Ինչ են ողբում դարձին Կարող է կապված է նրա հետ, որ օրենք երբ որ կարդացել են, այնտեղ օրենքում տեսել են, որ Աստված խոստացել էր այս ամեն ինչը։ Ու այդ ոնց որ տեսնելով ուրախության արդյունքները հա Ես ուրիշ բան։ Could this be like tears of joy Could be tears of joy, could be tears of sorrow for seeing themselves as not matching up to this law. բայց կարող է լինել ուրախության արդյունք, բայց կարող է լինել տխրության Ես արդյունք մտածում եմ բան, որ օրենքը կարդացին, ոնց որ իրանց մեղավորությունը տեսան, էլի։ Yeah, they saw their sinful nature when law was read. It's probably that one because they tell them stop weeping Ասում են դադարեք and start սուքաներս, rejoicing. սկսեք ուրախանալ։ If these had been tears of joy, they probably wouldn't have stopped them. But it's probably like you're saying. They see their sin. Now, they will get back to confessing their sin in chapter 9. But they wanted them to stop for now and to start rejoicing. What do they instruct them to do? What do they tell them to do in verse 10?
Այս ընթացքում պիտի իրենք ուրախանային, ինչ է ասում 10-րդ համարում, ինչ պատվեր է տրվում։ Գնացեք գերու խում արեք։ Go eat fat Հետո էլ ով էլ որ չունի իրան էլ բաժին տվեք։ and then share with those who have nothing. You know, have a feast. Have a feast, okay. I like this, you know, you Yes, eat but I fat got stuff, you know. Ասեք ուզեիք What bana գտա։ There was not a dietitian there that day that's tells you what you should eat. But sweetness and fat were symbols of gratitude and were symbols of joy. Բայց յուղոտ եւ քաղցր բաները շնորհակալության ու ուրախության սիմվոլներ են։ It's like when I started living in Eastern Europe and I would be out in villages and they would make me a sandwich. Այդտեղ որ ես երբ սկսեցի Արևելյան Եվրոպայում ապրել, They ինձ would give me սենդվիչ էին a piece սարքում։ of bread Հացի կտոր էին տալիս։ that had the biggest piece of fat you can imagine on it. Fat like butter։ No, fat like just sala. Ահա, ոնց որ սալ էին Chunk of- մեծ դնում դրա վրա։ And I'm Ուջուր going, հաց մեծ կտոր սալ։ why are you giving me this? Ասում եմ, ինչի եկել ես And he տալիս said, ինձ։ because you're our honored guest. Ասում եմ, բան ես, պատվավոր հյուրն ես ասել Logic դրամը։ was, even though it was summer and it was hot, but logic was fat helps you survive the winter. Չէ, իրենց այդպես եմ մտածում, որ յուղոտ բան ուտելը օգնում է որ So ձմեռով I'm անցնես։ wishing you long life, you'll survive the winter. Չէ, այսինքն քեզ ցանկանում եմ երկար կյանք, So այսպես they're ասած։ supposed to go and they're supposed to do. There's an interesting part about what were they to do for the poor? Ինչ պիտի անեն չունեցող աղքատների For the people համար։ who had nothing to do. Բաժնեկցին։ Yeah, just share with them։ Now don't get so caught up in your own celebrating that there's people who are sad because they have nothing to celebrate with. Այնքան մի տարվեք, հա, ձեր տոնակատարություն, մարդիկ կան, որ ոչ մի բան չունեն, չեն կարող տոնը։ It's a day for everybody. Let's pull everybody. Այսօրը բոլորի համար է, եկեք բոլորին ներգրավենք։ Pretty standard for the Jewish celebrations. They were always to look beyond themselves to those who might not be able to celebrate. Սա ստանդարտ էր հրեական տոների համար, չէ, իրենք նայում էին իրենցից այն կողմ տեսնել, օգնելու նրանց, հա, կիսվելու նրանց հետ, ովքեր ոչինչ չունեն։ And there may be a principle in there as far as how we should celebrate like Christmas and Easter and Միգուցե մեր համար էլ things to այստեղ սկզբում կա, հա, ինչպես պետք է տոնվի Սուրբ Ծնունդը, Զատիկը եւ այլն։ Maybe we should think about who should we invite. Միգուցե արժի մտածել, թե ում կարելի է հրավիրել։ Lonely students who are not from Yerevan, the family lives outside, they're here. Ենթադրենք ինչ որ միայնակ ուսանողներ, հա, Grandmas who մարդ are on a չունեն, pension, don't have much food. տատիկներ, ովքեր Maybe թոշակառու invite them and let them տատիկներ, be your չէ։ grandma. Միգուցե թողան այդ օրը լինեն ձեր տատիկը։ But he tells them not to grieve. Ասում եմ որ մի տրտմեք։ And at the end of verse 10 he says, the joy of the Lord is your strength. 10-րդ համարի What վերջում in the ասում world does that mean? Տիրոջ ուրախությունը, մեր զորությունը, ինչ է սա ընդհանրապես նշանակում։ The joy of the Lord is your strength. Տիրոջ ուրախությունը ձեր զորությունն է։ Is that what it says in Armenian or something? Yeah, it's exactly that. Այսինքն երբ որ զորանում ենք հավատի մեջ, ոնց որ Տերը ուրախանում է, ես տպինում, հա, ոնց որ Տիրոջը հաճելի է։ Is God rejoicing when we're getting stronger in our faith? Yes, I would say that. But I think what it's even more emphasizing here is when we rejoice, he strengthens us. Կարծում եմ դա էլ կա, բայց ոնց որ այս միտքն է շեշտվում, որ երբ մենք ուրախ ենք, նա զորացնում է մեզ։ God does rejoice when we give him praise and thanks. Աստված էլ է ուրախանում, իհարկե, որ իրեն փառք ու գոհություն ենք տալիս։ And in that process we gain strength to keep going. Բայց այդ ընթացքում մենք էլ ուժ ենք ստանում, որպեսզի առաջ շարժվենք։ Հիմա օրինակի համար երբ որ չգիտեմ, ինչ-որ մռայլ օրերը կամ ոչ այդքան ամեն ինչ ստացված է պատկերացումներ օրինակի համար իմ կյանքում գցենք ես ինչ-որ պատկերացումներ ունեմ ու ինչ-որ բաներ կա չի ստացվում ես ուրախ չեմ այսինքն ես պետք է աշխատեմ իմ վրա որ ես ոնց անեմ որ ուրախ լինեմ որ էդի զորություն լինի այսինքն ինչ խորհուրդ կտա որ դուք դեն առհասարակ նման սիտուացիաներում եմ կներես որ միշտ մտածել եմ կարդամ հնազանդվեմ աղոթք կանեմ
որտեղ ինձ գերբնական ուրախություն տա, բայց հիմա դասախոսի ասած է մի քիչ ավելի նենց էր, որ ոնց որ Սորական ես ուրախություն։ մի բան պետք է անեմ ու Տերը Հմ։ էդի ոնց որ կզորացնի, կավելացնի, կշատացնի։ So the thing is, when I go through dark times, hard times, and like I don't have much joy, so in those times, I used to think that I should read the word, I should do like right things to have a supernatural joy. But it feels like this passage specifically talks about like normal joy. The point is like, what should I do to get joy so that God strengthens me in those situations? They're telling them deliberately choose to rejoice. I mean, they've seen their sin, but they're saying, don't think about that right now. Don't focus on that right now. Focus on rejoicing in the Lord. Կոնկրետ այս բանին այս մարդկանց ասում եմ ընտրություն կատարեք, միտումնավոր ընտրություն կատարեք ուրախ լինելու։ Հա, տեսել եք ձեր մեղքերը եւ այլն, բայց դրա ժամանակը չի։ And I think this is one of those times when we need to remember that often we need to act our way into feeling instead of feeling our way into acting. Այս լավ ժամանակ է հիշելը, որ երբեմն պետքա ոչ թե զգալ ինչ որ բան նոր գործել, այլ գործել, որ հետո մեր զգացմունքները փոխվի դրա արդյունքում։ It doesn't mean you don't pray about your situation in the darkness, but in the midst of it, start thanking God and praising Him for what He's done and is doing in your life. Չի նշանակում, որ այդ խավարի մեջ ոնց որ չես աղոթում, որ իրավիճակը փոխվի, բայց նաև գողությամբ ու փառքով ես լցում այն բաների համար, ինչ որ արդեն Տերը արել է քո կյանքում։ And I mean, even Paul makes it clear when he says rejoice in the Lord, that's an imperative, that's a command. Նույնիսկ Պողոսը, հա, հրամայականով է ասում ուրախ եղեք Տերով։ And commands relate to our mind and our will, something we choose to do, not Yes. just something we feel like doing. Հրամանը կապված է բանի հետ, որ մենք կարող ենք անել, հա, գործենք դրա հետ, ոչ թե զգացմունք ուղակի։ Հնարավոր է դա դժվար լինի։ There are days when I know in my life that the best thing I can do is not ask God for anything. Օրեր կան իմ կյանքում, որ մտածում եմ լավագույն բանը, որ կարող եմ անել, ուղղակի չխնդրել Աստծուց ոչ մի բան։ Deliberately sit and spend a longer period of time in just thanking Him for what He's done and what He's doing and praising Him for who He is. Ուղղակի նստել, ժամանակ անցկացնել, գողության մեջ լինել, հա, այն բաների համար, որ արել է եւ թե And in ով that են։ process, it's like a healing for my soul. Այդ process-ը իմ հոգու համար բժշկություն է։ Do I want to do that? Do I feel like doing that? No. Do I need to Ուզում do եմ that? Yes. անել դա, չէ, պետք է անեմ դա, այո։ Հետո ստեղ իրանք արդեն առիթ ունեին ուրախանալու երկու պատճառ։ Ինձ թվում է ոնց որ դա էլ հիշացնի Նեհեմյան առաջինը, որ հետ են վերադարձել, իրենց պարիսպները շինվել է եւ ոչ միայն դա, այլ նաեւ հոգեվոր արդյունություն կա արդեն իրաց կյանքում։ Սենց ասած մտել են այդ պաշտամունքի մեջ, էլի, որը այդ նորմալ է, նորմալ մարդու համար սրանք պետք է իր համար ուրախություն լինեն։ And the thing is, here they had reason for rejoicing. Like first, two reasons actually. First, that they came back from captivity and the walls are standing. And the second one is the seemingly spiritual awakening that's happening here, which should be enough. Կարանք չէ, մեր կոնտեքստում այսօրվա Հիսուսի կատարածը, դա մեզի պետք է միշտ ուրախություն պատճառի, էլի։ Ոնց որ դոկտորը ինքը ասեց, էլի։ So if we bring it to our day, something that can and should always give us joy is the work of Christ. Եթե ոչ մի բան չլինի, մենակ Հիսուսի Yeah, if արածը like there's nothing to ուրախանալու։ be joyful about, that should be enough. Ինչի համար եմ ոնց որ այդ քարտը դիտվեցի, որ գիտեմ ճիշտ չի, բայց ոնց որ այսինքն լավ չի որ տենց է, բայց անկեղծ ասում եմ պահիտ այդ մարդկային տեսանկյունից Տերը մեծ գործ արել, բայց օրինակի համար, ասենք 8 տարի հոգևոր կյանքի մեջ եմ, օրեր է լինում, դա շատ որ անգլերենով ասում են common thing, որ ես փրկված եմ, տենց էլ պետք է լիներ, հասկացա, հետո ոնց որ առօրյայի բան է դառնում, սովորական բան է դառնում,
փրկությունը, որ Տիրոջից ստացել եմ ու այսինքն այդ հարցը որտեղից ուզում եմ հասկանամ պետքա ես ինչ-որ սովորություն սարքեմ իմ մոտ ընտրություն կատարել, հա, դասախոսի բառերով արդեն ընտրել ուրախանալը։ Այդտենց դրա համար հարցրեցի ու ճիշտ հասկացա, որ պետքա ընտրեմ, ընտրություն կատարեմ, էդի բան սարքեմ, habit։ So why am I asking this question is because I'm in the Lord for 8 years already, and like just lots of times salvation and Christ's work they feel like an ordinary thing, to be honest, like as it should be. So thing that I'm trying to understand is it just, as you mentioned, like actively choosing to be joyful, like making that a habit? Is That's really the what way it to is. go? I think what you're experiencing is very natural because in the beginning salvation was very new. Ինչ որ փորձառում ես, լրիվ նորմալ է, որտեղ սկզբում փրկությունը նորություն էր քո համար։ For us to really experience that joy, we have to kind of slow down and try to go deeper in our understanding of what we really have in Christ. Այժմ երբ որ ուզում ենք ունենալ այդ երջանկությունը, պիտի խորանանք մեր հասկացողության մեջ, թե ով է Քրիստոսը։ Ephesus prayed that they would have a deeper understanding of the riches they already had in Christ. Պողոսը եփեսացիների համար աղոթում է, որ իրենք հասկանան այն հարստության խորությունը, հա, որ իրենք արդեն ունեն Քրիստոսում։ And I think it's good just to pray and say, God, help me understand this and understand it deeper and appreciate it more. Լավ կլինի ուղղակի աղոթել այսպես, հա, Տեր օգնիր ինձ ավելի խորը հասկանալ եւ գնահատել ինչ որ արել ես։ You almost have to, it's as if you're slowing down those truths and trying to squeeze all the meaning out of a simple truth like Jesus died for me. Այնակ փորձում ես այսպես կամել, հա, ամբողջ խորությունը այս ճշմարտությունից, որ Հիսուսը մահացել է իմ You may համար։ do that with a verse and you're focusing on different words in that. Այնակ անում ես դա ինչ որ համարի հետ կոնկրետ խորանում ես այդ համարում տարբեր բառերի վրա։ Jesus died for me. Հիսուսը մահացել է իմ համար։ The perfect Son of God. Ով է մահացել իմ համար, չէ՞։ Աստծո կատարյալ որդին, անարատ գառը։ Jesus died for me. Երկրորդ անգամ ես անցնում, Հիսուսը մահացել է իմ համար։ Չէ, խաչի վրա իր կյանքը չվերցրին իրենից, նա որոշեց իր կամքով տալը։ Երրորդը Հիսուսը մահացավ իմ համար, հա, շեշտը իմ։ Read them word by word, but emphasizing that one particular word and thinking what is in it. Վերցրու այդ խոսքերը ու բառ առ բառ կարդա, ու ամեն անգամ կենտրոնանալով ինչ որ ուրիշ նոր բանի վրա։ In the beginning of our Christian life, we think the more we read, the better we'll grow. Մեր հոգևոր կյանքի սկզբում մտածում ենք, որ ինչքան շատ կարդանք, այնքան ավելի շատ կաճենք։ There is value in reading through the entire Bible once a year. Եվ կա արժեք այն բանի մեջ որ կարդաս Աստվածաշունչը մեկ տարում։ But I would say you always need to do along with that the reading smaller passages and really trying to understand the riches in that little 2-3 verses. Բայց արժի դրա մեկտեղ կարդալ մի քանի համար ու փորձել հասկանալ այն խորությունը, որ կան այդ համարների մեջ։ For my wife, a part of that richness, something that helps her is listening to Christian songs that talk about what Christ has done for us. Մի բան, որ օգնում է կնոջս հոգևոր երգեր լսելն է, թե ինչ այն մասին, թե Քրիստոսը ինչ է արել մեզ համար։ Now I'm weird. Yes, տարօրինակ եմ մի քիչ։ I actually get more out of reading the text of songs than I do listening to songs sometimes. Ես երբեմն երգի տեքստը կարդալուց ավելի շատ բան եմ ստանում, քան հենց երգը լսելուց։ All it is the words of old hymns. Մանավանդ երբ հին հիմների And մասն է they խոսքը։ really help me just to read through them slowly because in the back of my mind these are hymns I've heard. So I'm listening to the music in my head, but I'm really reading it and trying to understand it.
ոնց որ երաժշտությունը իմ գլխում է, այսպես ասած, բայց կարդում եմ այդ երգի բառերը, փորձում եմ հասկանալ դրանց հետևում ինչ կա։ Some people like to take a verse like that and then just write out a prayer below it. Մարդիկ վարսում են say, ինչ-որ համար Thank you ու God that you did this for me. այդ համարը դա աղոթք են անում, օրինակ շնորհակալ եմ Տեր, որ արել ես ինձ համար։ I would say try a lot of different things. Գասեի and some լիքը people բաներ work. փորձի, ինչ որ մի բան Big այսքանից thing is կաշխատի քո համար։ stay in the effort to gain more joy. Բայց ջանք արա ջանքի մեջ մնա, որ քո կյանքում ավելի շատ ուրախություն ունենաս։ Don't read the book of Ecclesiastes. Ժողովուրդ Please, գիրքը don't read it in January. հունվարի մանավանդ մի Don't կարծը։ do that. Լավ I գաղափար չի։ refuse to read the book of Ecclesiastes in January. It's just, Ես it's not մերժում good. եմ ժողովուրդ գիրքը հունվար ամսին կարդալ։ I also don't read Job in January. Հոբն էլ մի կարդա, Job հոբն ու and ժողովողը don't read հեռու in- մնա in January. հունվար ամսին։ And there's a phrase at the end of that I really like. Verse 12. 12-րդ They համարը began նայեք։ to eat, drinks, and portions and have a great celebration. Սկսեցին ուտել, խմել, մեծ խնջույք անել։ Why? Ինչու՞։ Because they had understood the words that were Որովհետև հասկանում էին այն խոսքերը, որ նրանց բացատրում էին։ And I think we have to try to, as we're teaching people, instill within them, point them towards the joy of discovering truth for yourself Երբ through reading the Word of God or hearing the Word. սովորեցնում ենք մարդկանց, պիտի սովորեցնել նաև, որ Աստծո խոսքի միջոցով կարողանան գտնեն երջանկություն իրենց համար։ Even when I taught these guys to preach, one of the first thing I said is don't go to commentaries right away. Երբ կարոզել է սովորեցնում, ծածացի, որ միանգամից կոմենտարիաները մի Let բացեք։ the Lord speak to you through His Word. Թույլ տվեք, որ Տերը խոսի ձեր հետ իր խոսքի Read միջոցով։ it multiple times Մի in քանի multiple անգամ կարդացեք, translations. մի քանի Make notes of what թարգմանություններով God is laying on your heart, what you're եւ seeing. նշումներ արեք, հա, այն Read բաների, the ինչ է Տերը context դնում above and below. ձեր սրտում, կարդացեք վերևի, ներքևի կոնտեքստը։ The Bible is the only book that you can read in the presence of the author every single time. Աստվածաշունչը միակ գիրքն է, որ կարող ես ամեն անգամ կարդալ հեղինակի ներկայության մեջ։ So we want to help people to really. One day I will write a book. I haven't got it written yet. Մի օր I intend to write a small կգրամ, book, բայց ուզում եմ մի փոքր գիրք գրեմ։ and it will be entitled "Step into the Story." Եվ դրա անունը by կլինի Timothy Story. մտիր, հա, քայլ արա պատմության մեջ։ And my goal with that will be to take several biblical stories and just try to draw people in, so Գաղափարը, that they feel themselves standing there with գաղափարը, Zachariah այն and կլինի, with Elizabeth. որ մարդիկ իրենք մտնեն, հա, օրինակ Զաքարիայի, Եղիսաբեթի պատմության մեջ։ And not be a guru, but just explain the details as they're there, but in a vivid way that causes them to notice those details that are there. Նպատակը գուրու լինելը չի, այլ ուղղակի ցույց տալ մարդկանց, So, այն ավելի վառ կերպով են դետալները, որ արդեն կան պատմության մեջ։ if I get it written in the next year, then Hovnan will have to translate it into Armenian. Եթե գրեմ նույն տարի Հովնանը թարգմանի But հայերեն։ we really do need to help our people. You know, it's only been. Armenia started coming out from under the influence of Soviet Union in the early 90s, correct? Հայաստանը սովետից դուրս եկել 90-ականների սկզբում, չէ՞։ 25 years here. 25 տարի 10 years այս back կողմ, 10 կողմ են կողմից, 35 years ago, 35 տարի առաջ believers here in Armenia, if they had one Bible per church, it would have been really good. հավատացյալները այստեղ եթե մի եկեղեցում ունեին մի աստվածաշունչ, ահագին բան էր։ And I suspect that some of your ancestors, your evangelical Christians here, if any of them are still alive, they probably have notebooks that they hid from the KGB. Ենթադրում եմ, որ ձեր նախնիներից, հա, մեծ ծանոթներից, ովքեր հավատքի մեջ են եղել, տետրեր ունեն, որ այդ տետրերը պահել են, թաքուն պահել են KGB-ից։ What they would do is one family got that Bible for a week and they had to hide it. Ինչ պիտի անեն, օրինակ մի ընտանիք աստվածաշունչը մի շաբաթով ստացել է, հա, While իրենց it was at ընտանիք։ their house, every single member of the family took their little notebook, and copied whole chapters of the Bible by hand.
Ինչ էին անում օրինակ ամեն անդամ վերցնում էր տարբեր գլուխներ ամբողջական And they գլուխներ would- էին they գրում would fill տետրերի as մեջ many notebooks as they could. ինչքան case տետրեր the ասած գրում People էին came and found one, they'd still have God's word. որ օրինակ գային մեկը գտնեն վերցնեն իրանից էլի ինչ որ խոսքի մի մաս ունենային I'm just a goofy American, but I have 3 Armenian translations in my phone. Ես լինելով ամերիկացի 3 հայկական թարգմանություն ունեմ հեռախոսիս I մեջ can't read them, but I have them. չեմ կարող կարդամ բայց ունեմ But we should treasure this time that we have such access, such free access to the Word of God. մենք պիտի գնահատենք այս ժամանակավորը այսպեսի There are still մուտք places in ունենք the world Աստծո where that's not խոսքին the case. որովհետև մինչև օրս աշխարհում տեղեր կան որ դա այդպես Maybe չի occasionally remind our people, of that so that they would Երբեմն value the fact. that they հիշեցնենք have the մեր Word. ժողովրդին որ գնահատեն այս փաստը որ իրենք ունեն Աստծո խոսքը Let's այսպես move on to verses Շատ լավ, 13 առաջ through անցնենք 15. 13-ից 15-րդ համարները Դավջան դասողս ասես որ հрьяաների համար 7-րդ ամիսը կարևոր ամիս էր որովհետև 3 տոներ կար չէ փողերի տոնը տաղավարած տոնը մյուս տոնը ո՞րն էր So what was the third holiday in the 7th month? There was Day of trumpet, Atonement. Trumpets, Kavutyan օրը։ atonement. իսկ հաջորդ հարցը next question կավության այս հիմա որ ստեղ էին իրանք էսի բանն էր չէ փողերի տոններ This is before the booths. This is the trumpet. the Right now the king, trumpets are trumpet, happening. Booths, Day of Atonement. Mhm. And they probably celebrate Day of Booths earlier than was required. The first day is trumpets, 14th day is booths. They start booths last Ոնց որ an entire week. ոնց տեսնում ենք երևի այս անգամ իրենք շուտ էին տոնում բանը And տաղավարը once- որովհետև 10 օր պետք էր փողերից հետո 10-րդ օրն էր տաղավարները տոնվում And once every 7 years during the Feast of Booths, Եվ ամեն 7 տարի տաղավարների տոնին they were supposed to stand up and read the entire first 5 books of the Bible. իրենք կանգնում են եւ բոլոր ամբողջ հնգամացյանը կարդում են բարձրացան Which I haven't tried it. Չեմ But փորձել there were բայց 2 or 3 authors that I encountered that said you can actually read out loud all first 5 books of the Old Testament in 6.5 hours. հա մարդիկ կային ովքեր ասում են դու կարող ես կարդալ հնգամացյանը 6.5 ժամ If you don't բարձրացան read really slow. Դա շատ it's շատ very կամաց possible. չկարդաս That as they were standing up here in the beginning and they started reading, they may have been able to read not just parts of the Old Testament of the first 5 books. They may have been able to read everything that was in the first 5 books. բայց որ այսօր այս օրը որ հավաքվել էին հա Now, when միգուցե we find it- ամբողջ 5 գրքերն էլ when կարդացել they էին find out about the Feast of Booths, they probably are studying the book of Leviticus because that's where it describes this feast the best. Ղևտացիների գրքում է հենց կոնկրետ այս տոնը տաղավարների տոնը And a lot նկարագրված of the other commitments they'll make in chapter 10, for instance, եւ մյուս օրինակ նվիրումները որ the են տալիս discussion են of the 10 Sabbath day, and the օրինակ Sabbath շաբաթ year, օրվա մասին կամ um, 7-րդ տարին no mixed marriages. կամ չխառնվելու Those մասին are primarily ասում found in the book of Deuteronomy. Դրանք հիմնականում կարդացում են դրանք հիմնականում գտնվում են երկրորդ So օրինացագրքում they probably read everything from Genesis through Նրանց որ հնարավոր է որ կարդացին the ամեն last բան of the 5 books. ծննդոցից մինչև վերջի գիրքը մեկ էլ դաջանս յուղալի ճաշերն ու քաղցր խմիչքների ոնց որ խորհուրդը որն էր So again if we can remind what was the significance or like symbol of fat meals and The fat the meals- sweet drink The fat meals and sweet drinks were symbols of God's abundance. And they were Աստծո also առատության սիմվոլներ joy, it was 2 things, Ինչպես abundance and joy. They were symbols that առատություն God has given եւ us abundant ուրախություն blessings and we are rejoicing. որ Աստված մեզ տվել է առատություն եւ մենք ուրախանում ենք դրանով դրա մեջ կամ ենք I mean, which is, it's just like, I'm sure in Armenia here you have foods that are associated with certain holidays. Is that Այստեղ correct? ունենք չէ բան կերակուրներ որ ինչ որ տոնի հետ են կապված And even when you smell that food, you go, oh, that այդ holiday. բանի հոտը առնում ես միանգամից տոնն է մտքիդ գալիս For me, tomorrow, չէ օրինակ իմ համար I վաղը won't get it this year, but
my association with the day of Thanksgiving in America Thanksgiving-ը որ կա, հա, այդ օրը is a pie Ամերիկայում made out of a pumpkin. բան է դդումից ինչ են պիրոգ են Now, սարքում, probably they make դդումից kasha որ out of pumpkins more so than pies. ավելի դդումով ճաշ եք I think սարքում, of քան turkey թե and I think of pies. made out of բայց pumpkin. մտածում եմ հնդ կահավի ու I smell those and I go, Thanksgiving բանի Day. համար այդ հոտը որ առնա, օրինակ դդումի կամ հնդ կահավի մտածում եմ Thanksgiving-ի մասին։ We only cook those only cook those pumpkin pie once a year, and turkeys maybe twice a year, Thanksgiving and Christmas. Դդումով պիրոգը մի անգամ But ենք it's like, սարքում, these are special հնդկահավ foods. երկու անգամ տարվա մեջ, չէ։ I mean, the idea in the Old Testament with the Jewish people, I'm not sure it's bad. Special day equals special food and special clothes. Հին դեկարանում մարդիկ ասոցացնում էին, հա, հատուկ օրը, հատուկ կերակուրներ ու հատուկ շորեր են հագնում։ I don't want to be a Pharisee, Չեմ ուզում փարիսեցի լինեմ, but maybe there's something in that. բայց միգուցե սրանից ինչ Maybe որ when բան you կա։ dress a little different and you eat something different, maybe it helps you really celebrate that day better. Երբ ուրիշ ձև ես հագնվում ու նոր բաներ ես ուտում, հա, կամ ինչ որ հատուկ բաներ ես ուտում, այդ քեզ օգնում է ավելի լավ տոնել։ I'm not talking about the bad associations. You Չէ, know? վատ ասոցիացիայի մասին չեմ In խոսում։ Ukraine and Belarus, New Year's Day, get drunk. That's not what I'm Ուկրաինայում talking նոր տարիա խմում ես։ about. That's not what I'm talking about. I'm talking about healthy, good types of celebrations. Լավ տեսակի տոնակատարության մասն եմ խոսում։ Women in Ukraine eat this stuff at New Year's that my wife can't stand. Կանայք Ուկրաինայում բաներ են ուտում, Do որ you know what barley կինս is? ուզում է։ It's Yeah, kind of a grain. yeah. Barley and honey and raisins. Բանը ոնց որ ցորենը են գարին, մեղր ու բան չամիչ։ To me, it tastes like what you feed a cow. Այն Yes. համար այդ ինչ որ բանը որ կովին But կտաս։ It's called kutya, Կուտյային է։ and they love that. Շատ են So սիրում։ different. իրենք But I այդ։ think they deliberately are telling them, go do these foods so that you can rejoice better. Բայց միտումնավոր ասում են գրանց բաները But also կեր, to expand որ the joy, ավելի լավ think about those who don't have violence anything, տա։ so you get the joy of giving. Ինչպես well. նաև ահա մտածեք այն մարդկանց մասին, ովքեր չունեն ոչ մի բան։ Okay, that first day, and this is all those emotions were very much tied to that day of trumpets. Day of Բոլոր trumpets, you hear all էմոցիաները kind of horns blowing, and it's a joyous day, and you're supposed to remember that God is the one who gives us joy in life. կապված են փողերի օրվա հետ, որ բոլոր տեղերից փողեր են փչում ու պիտի հիշես, որ Աստված է տալիս That's where ձեզ we այդ start off in ուրախությունը։ verse 13. Հիմա 13-րդ խոսքում շարունակում ենք երկրորդ օրվանից, կարդանք 13-ից 15 համարները։ Երկրորդ օրը ամբողջ ժողովրդի տոհմապետները, քահանաներն ու ղևտացիները հավաքվեցին Եզրայել դպի մոտ, օրենքի խոսքերն առավել լավ հասկանալու համար։ Եվ օրենքում գրված գտան, որ Տերը Մովսեսի միջոցով հրամայել էր, թե Իսրայելի որդիները 7-րդ ամսի տոնին տաղավարներում պետք է բնակվեն եւ պետք է հայտարարեն ու հռչակել տան նրանց քաղաքներում եւ Երուսաղեմում, ասելով. Լերը բարձրացեք ու ձիթենու ոստեր, արքայախնձորի ոստեր, մրտենու ոստեր, արմավենու ոստեր եւ սաղարթախի ծառերի ոստեր բերեք, որ տաղավարներ շինեն, ինչպես որ գրված է։ On the first day of the seventh month, it's this massive meeting. It's Eh. men, women, kids, everyone. 7-րդ ամսվա առաջին օրը մեծ ժողով է տեղանում, կանայք, տղամարդիկ, երեխաներ բոլորը։ On the second day, it's a smaller group. Երկրորդ օրը ավելի փոքր խումբ է։ Now look at that. Who participated in this Ովքեր study են of the law մասնակցում in verse այս 13? 13-րդ family leaders, Levites and priests։ These are all people who had Ասենք responsibility for teaching somebody. մարդիկ էին, ովքեր ինչ որ պատասխանատվություն Heads ունեն, of ինչ որ families, fathers were supposed ուսուցանելու to teach their children. պատասխանատվություն չէ, ընտանիքի These հայրերը, Levites հա, were առաջնորդները supposed to teach the people. սորացնում են իրենց երեխեքին, քահանաները, ղևտացիները ընդհանուր ժողովրդին օրենքն են So, and why սովորեցնում։ did they gather? Verse 13. Ինչու են ըստ 13-րդ համարի հավաքվում են այստեղ։ Որ ավելի լավ հասկանան։ To understand the law in greater detail։ Okay. So if you're going to teach, you have to understand it more than the average person. Եթե դու պիտի սորացնես, պիտի սորական մարդուց ավելի շատ գիտություն ունենաս։ Do you have people like that in your church? Այսպեսի մարդիկ ունեք ձեր They are եկեղեցում, որ իրենք directly responsible for teaching somebody. Like ուղիղ you կերպով expect your fathers and պատասխանատու են։ mothers to
teach their children the Word of God? Ակնկալում եք, որ հայրերն ու մայրերը իրենց երեխեքին կսովորեցնեն Աստծո խոսքը։ Այսինքն ոնց որ ինչ որ ընտանիքի գլուխ որպես այդ հայրը ու մայրը ոնց որ սովորացնում են երեխեքին Աստծո խոսքը։ Այդ ակնկալությունը կա, որ ինքը կանի։ Yeah. As parents are to bring their kids up in the nurture and admonition of the Lord, in the training and teaching of the Lord. Երեխաներին պիտի մեծացնեն ըստ Տիրոջ Now, some people պատվերների։ want to delegate that to Sunday school, Որոշ մարդիկ ուզում են դա փոխանցեն Կիրակնորիա դպրոցին, մանկականին։ and 2 hours on Sunday, your Sunday school teachers can't get done what you should have done all throughout the week. Այդ մանկականի պատասխան տուն 2 ժամում չի կարա իրական անի այն ամեն ինչ որ դու պիտի աներ ամբողջ շաբաթվա ընթացքում։ I heard a lot of sermons growing up, but the best sermons I heard were the actions of my parents. Լիքը քարոզներ եմ լսել մեծանալուց, բայց լավագույն քարոզները իմ ծնողների ապրելն էր, իրենց գործերը։ Living out biblical principles Այդ day տեսա in, թե day out. ինչպես են օրեցօր ապրում ըստ Աստվածաշնչյան So there are սկզբունքների։ who else? Do you have small groups in your church? Yes. Ունեք փոքր խմբեր։ So small group leaders, are they responsible for teaching? Արդյոք խմբի պատասխանատուներն էլ պիտի Youth սովորեցնեն leader, այն ժողովրդին։ definitely. Երիտասարդականի պատասխանը But you better make միանշանակ։ sure that you've not just thrown them in the water and said swim. Հա, բայց նենց էլ չլինի, որ իրենց ուղղակի գցեք ջուրը, ասեք դե լողացի։ You need to ask them periodically, how can I pray for you? How can I encourage you? Արժի հարցնել այս մարդկանց ինչպես կարող են քեզ քաջալերել, օգնել։ Sunday school teachers, Կիրակնորիա դպրոցի they're just պատասխանատու։ in charge of keeping the zoo animals under control. Իրենք ուղղակի գազանանոցը պահում են կոնտրոլի տակ։ Sometimes yes. Երբեմն հա, այդ են անում իրենք։ But has anybody ever helped them know how to teach kids better? Կամ բայց ինչ որ մեկ օգնել այդ մարդկանց, թե ոնց երեխեքին ավելի լավ սովորացնես։ So these people were being equipped by Ezra to fulfill the Այս function that God մարդկանց wanted. Եզրասը օգնում էր, հա, ոնց որ որպեսզի կարողանան մարդկանց ավելի լավ սովորեցնել։ If we tell people what to do and don't explain to them how to do it, Եթե մարդկանց ասենք ինչ պիտի արվի, բայց չբացատրենք թե ինչպես պիտի դա արվի։ all we do is make them feel more guilty, Միայն նրան ենք տանում, որ ավելի մեղավոր զգան, but we don't help them grow. բայց չենք օգնում, որ աճեն։ But when we tell them what to do and how to do it, Երբ ասում ենք ինչ անել եւ ինչպես we անել give դա, them the tools they need to grow. տալիս ենք Christ and անհրաժեշտ grow in գործիքները, որպեսզի աճեն թե Քրիստոսի եւ թե ծառայության մեջ։ Look at verse 14. Այդ What festival 14-րդ did they համարում։ find in the law in verse 14? Օրենքում ինչ տոնակատարություն գրեն 14-րդ համարում։ Համավարը։ The booth, the Okay. booth, Hmm. tabernacle. Պիտի Next տաղավարներ կառուցեն։ They should construct tabernacles. I know. This can be found in Leviticus chapter 23, Սա գտնում ենք Ղևտացիներ 23-ում, verses 34 through 36. 34-ից 36 համարներում։ So that's probably what they were reading. Հավանական է, որ հենց սա են կարդում, հա, եթե ուզում եք կարող ենք դա էլ կարդանք։ 34 through 36. Ղևտացիներ 23, 34-ից 36 համարներ։ Խոսիր Իսրայելի որդիների հետ ու ասա. Այս 7-րդ ամսվա 15-րդ օրը 7-րդ տաղավարների տոն է Տիրոջ համար։ Առաջին օրը սուրբ ժողով պետք է լինի։ Ծառայության ոչ մի գործ չպետք է կատարեք։ 7 օր պատարակ մատուցեք Տիրոջը։ 8-րդ օրը սուրբ ժողով պետք է լինի ձեզ համար։ Եվ պատարակ մատուցեցեք Տիրոջը։ Դա ամրիսավոր տոնախմբության օր է։ Ոչ մի ծառայության մեջ գործ չանեք։ Okay. When was that supposed to start? Ինչ ասում երբ պետք է սկսվի։ What day of the month? Որ օրը։ Առաջին First day. Mm. First. That's the first day of the festival when it says first day. Այդ օր Look at verse նայեք 34. հիմա 34-րդ համարին։ Now, they find that they're supposed to do this. 15-րդ օրը։ There's a question. Այստեղ հարց կան։ By the law, Ըստ they're supposed օրենքի to start it on the իրենք պիտի 15th day. սկսեն 15-րդ օրը։ So, and they do celebrate it, Եվ իրենք տոնում են դա։ but it says that they proclaimed and spread the news throughout the towns in Jerusalem. Բայց ասում է, որ իրենք հրճակում էին, հա, այս բարի լուրը Երուսաղեմով։ That was in verse 15. 15 That's in verse 15 where it says in that. Nehemiah։ Yes. Այս Նեհեմիայի արդեն ասում, 15-րդ So they համարում։ may not have started the celebration until the 15th. Միգուցե They may have իրենք just taken 2 weeks to get all the news Mhm. out to everybody in Judah
to say on the 15th we need to start doing this. Մինչև 15-ը իրենց գործողակի Either way, they բոլորին celebrated it. բոլորին հրճակում էին, And հա, either ասում էին, way- որ պիտի նշենք այս ինչ օրը։ No internet, no telephones. Ու պատկերացեք, որ այն ժամանակ Roads weren't չկա that great. ինտերնետ, It would have taken a while to get out ճանապարհները to այդքան լավ չէին։ all the people living, all the Jews living in Judah, so that they would know we need to celebrate this. Ժամանակ էր պետք, հա, որ Հուդայում ապրող բոլոր մարդկանց այդ լուրը հասցվեր, որ տոն է լինելու։ And this was a very important feast for them. Շատ կարևոր տոն էր իրենց համար։ Did you notice they found it, and then what did they immediately do? They found that God had commanded them to do this. Գտան, հա, իրենք հայտնաբերեցին, որ Աստված ուզում է տոնեն այս տոնը, ինչ արեցին անմիջապես։ 16-ը, հա։ Verse 16, yeah. Yeah. They Verse 15, they tell everybody, hey, we're supposed to be doing this. 15-ում ասում են, դե հա, Verse պիտի անենք 16. այս, պիտի տոնենք այս տոնը, ու 16-ում I love this. they're building shelters, like doing the action. Yeah. God said do it. Աստված ասաց Before they արեք, didn't know God had said to do it. չգիտային դե մինչև այդ օրը, որ Աստված ասել է, հայտնաբերեցին, որ Աստված ուզում է այս տոնը տոնեն ու արեցին, ինչ որ That's պետք how էր։ it should work, right? Հենց այդպես էլ պիտի լինի, չէ՞։ When we learn a new principle in God's word, we need to Սովորում ենք start ինչ-որ to նոր apply it. սկզբունք Աստծո խոսքից, միանգամից արժի կիրառել դա։ Are there any special holidays or festivals that Կան ինչ-որ Your հատուկ church կամ տոնակատարություն կամ ֆեստիվալ, որ եկեղեցին անում է, եւ ինչպես է տոնում դա։ I mean, other than the Easter Easter, or Christmas, that could that definitely, I'm count? sure you do. Դրանցից բացի էլի ոնց որ Չեմ հարությունից ենք, բացի։ Չենք Ինչ որ ոնց է բերքը Հա, հավաքել։ առաքելական եկեղեցին անում է, բայց մեր սուրբ եկեղեցին չէ։ Ամեն գիակել անում է։ Մի բան անում է առաքելական։ Հա, իրանք պարապեն չեմ։ Տոն կար հիշում եմ, որ ստեղել էին անում։ Մեր բապտիստները։ Ծաղկազարդ, հա, այդ չէ։ Դե հա, բայց Դա էլի դրանց մասն է հարցը։ շատ չենք անում։ Ծաղկազարդը ոնց կա։ Հայ There's like they have flowers something. I'm not exactly Okay. sure how to translate, but Yeah. it's like something we do as well. And so we, in some points in church history, because very formal Christians have developed whole rituals and colors and banners and all this to Okay. celebrate things. Տոներ կան, հա, որ եկեղեցի պատմության ընթացքում sense անում։ Evangelical Գույներ Christians եւ say, այլն ամեն շատ մեծ համակարգ է ձևորը թե ինչպես ինչ որ տոնը պիտի նշվի, բայց evangelical հավատարանականները Christians say, ասացին we're just not going to do anything. մենք ոչ մի բան չենք անելու։ We will not have Christmas trees. Տոնածառ We չենք will not տնելու, celebrate Christmas. Սուրբ Ծնունդն էլ չենք նշելու։ We will not have any pictures on our walls Մեր in our churches. եկեղեցիներում չենք ունենալ պատերին նկարներ, We will not ever eat in the church facilities. երբեք եկեղեցու շինության մեջ հաց չենք ուտելու։ And they've gone way to the other extreme. Այսինքն մյուս ծայրահեղությանը գնացին իրենք էլ։ I don't think it's accidental that God had 3 major feasts a year. Չեմ կարծում He said պատահական է, every որ man needs to participate. Աստված 3 մեծ տոներ դրել, որ ասում էր ամեն մարդ պիտի նշի սա տոնի։ I believe that it's built into our nature, and God knew that. Կարծում եմ մեր էության մեջ We need to է, stop and այո, celebrate Աստված every գիտեր, once in a որ while. երբեմն ուղղակի պետք է կանգ առնենք եւ նշենք, You know, տոնենք։ if there are no bright and shining days, Եթե չկան պայծառ շողացող օրեր, one, we forget our history because all of those առաջինը մենք մոռանում ենք մեր festivals, պատմությունը, feasts, չէ՞։ were designed to teach about what God had done in the past. Որովհետև ի սկզբանե այս բոլոր տոները սորացնում էին, հիշացնում էին մարդկանց, թե ինչ է Աստված And արել we իրենց kind of lose համար։ our joy in the process of living. Եվ if we don't have If we don't have any kind of festivals or celebrations. ու նաև ոնց որ շարունակաբար գնալով կորցնում ենք մեր But you should not ուրախությունը, celebrate երջանկությունը։ Dean Svetovahovna. Սուրբ Հովնանի օրը չարժի նշել։ Let's look at verses 16 Նայենք through 16-ից 18 համարները։ Ժողովուրդը գնաց ու իրենց համար տաղավարներ շինեցին։ Ամեն մեկն իր կտուրին եւ իր բակում։ Աստծո տան գավիթներում, ջրի դարպասի հրապարակում եւ Եփրեմի դարպասի հրապարակում։
Եվ բոլոր գերությունից վերադարձածները տաղավարներ շինեցին եւ տաղավարների մեջ բնակվեցին, որովհետեւ Իսրայելի որդիները Նավեի որդի Հեսուի օրերից մինչեւ այդ օրն այսպես չէին արել, եւ շատ մեծ ուրախություն եղավ։ Նաեւ օրի առաջին օրվանից մինչեւ վերջին օրը նա կարդում էր Աստծո օրենքի գրքից։ 7 օր տոն կատարեցին, իսկ 8-րդ օրը սովորույթի համաձայն հանդիսավոր ժողով արեցին։ Verse 16, what do they immediately go and do? Ինչ են միանգամից անում 16-րդում? Ինչ որ ասել է։ As we said, build shelters Մի քանի տեղեր արեցին։ and a few places. So like yeah, as կտորներ բան նկատի ունես, roofs, someone on the roof, someone on the yard. Ոնց որ կտորները տափակ էին։ Կարեն հանգիստ։ I don't think, remember they said earlier in verse 15, they 15-ում claimed it through the towns and in Jerusalem. որ հայտարարում էր քաղաքները ու Երուսաղեմով։ I don't think that necessarily all the people came to Jerusalem Չեմ կարծում որ բոլոր մարդիկ հենց եկան for the Երուսաղեմ celebration. այս տոնակատարության համար։ I think many came, Շատերը եկան, but there may have been some that celebrated this out բայց կարող է in their մարդիկ կային, houses. ովքեր իրենց տոներում էին But ուղղակի definitely նշում։ in Jerusalem, it would have been something to see. You got all these little buildings, you know, temporary buildings. Պատկերացրեք, բայց Երուսաղեմը էլի ամենտեղ մի հատ վրան է խփած։ And then what does Ezra do? in the Ինչ է middle of Եզրասը անում ստա։ Ezra do this? Did you say During something this- after during that? this booth. Այս ամենից During this հետո, feast. հա, տոնից հետո ավելի կոնկրետ Եզրասը ինչ է անում։ Reads from Book of the Law Every day. ամեն օր։ And he's probably read, in this first part of this chapter, he's probably read the book of the law at least one time in their hearing. Գոնե մի անգամ, հա, այս ամբողջ ընթացքում արդեն կարդացել էր Now he's օրենքը։ got- he could potentially, if he reads a long time each day, Եթե բավականին երկար ժամանակ he could կարդաս repeat ամեն it. օր։ He could have read through the law in their hearing 7 times. Օրենքը կարող էր կարդացած լինել 7 անգամ արդեն։ 7 օրվա What մեջ։ value is there in reading the Bible again and again and again? Ինչ արժեք կա Աստվածաշունչը կրկին ու կրկին ընթերցելու մեջ։ Yeah, just as reminder, it reminds you better. And like each time you read, you learn new things, Միշտ things. զրույցի մեջ ես քո And տիրոջը։ you're in constant communication, dialogue with the Lord. Often the passages that people know best, they understand worse. Հաճախ այն հատվածները, որ մարդիկ գիտեն ամենալավը, ամենավատն են հասկանում։ This year, Lori and I stopped and we studied through the 23rd Psalm in detail. Այս տարի ես Լորին իր հետ սերտում էին 23-րդ Սաղմոսը։ I've known that, had it memorized in English for years. Գիտեմ էլի, անգիր գիտեմ, տարիներ արդեն։ We started working back through it and I went, "Man, I was Սկսեցին there the whole time." աշխատել ու ինչ որ բաներ եմ տեսնում, ասում եմ, այս Oh, ստեղ man, ա եղել I միշտ didn't այս think ինչ about որ that բան եմ, երբեք չէի մտածել սրա մասին։ The Psalm hadn't changed. Այս Սաղմոսը չէր փոխվել, But this time my eyes were open to new բայց things. այս that are անգամ contained. իմ աչքերը բաց են, որպեսզի նոր բաներ սովորեմ, որ կային And so այնտեղ։ we get good reminders, Լավ հիշեցումներ ենք ստանում, grow in our deeper understanding. ավելի խորը հասկացողության մեջ ենք աճում։ And my goodness, there's so much variety in Scripture. Այնքան շատ զանազանություն կա Աստծաշնչում։ I remember a few years ago I started reading through Psalms again. Մի քանի տարի առաջ կրկին կարդում եմ Սաղմոսները։ I don't know where I got this idea that I had in my head. Չգիտեմ որտեղից էս գաղափարը եկավ։ Psalms, praise and thanksgiving. Սաղմոս, փառաբանություն եւ It's գոհություն։ all about, Psalms is all about praise and thanksgiving. Սաղմոսները ամբողջությամբ փառաբանության եւ գոհության մասն են։ There are more songs of complaint than Ավելի there are շատ songs of praise բողոքի and thanksgiving. երգեր կան, քան շնորհակալություն ու գոհություն։ God, this is bad. I don't like it. Would you God, please take care of my enemies? Չեմ ուզում ես ինչ բանը կամ այնեմ թշնամիներից հարցը լուծի էլի։ Almost any emotion you can have as a human is found in the Psalms. Գրեթե ամեն էմոցիա, որ որպես մարդ կարող ես I ունենալ, think կա it's like praise Սաղմոսներում։ and worship music. It's only praise and thanksgiving. Չէ, այս մտածում ենք միայն երկրպագություն, փառաբանությունա ոչ։
And that was their songbook. Եվ դա իրենց երգի գիրքն էր։ They sang about their life experiences. Իրենք երգում էին իրենց կյանքի փորձառությունների But they մասին։ sang about it using words that were ordained by God. Օգտագործում էին And այս so, երգերը, որոնք որ տրված էին Աստծո կողմից։ how can we encourage people in our churches? Ինչպես կարող ենք մեր եկեղեցում ժողովրդին քաջալերել ռեգուլար կերպով կարդալ Աստվածաշունչը, հա։ Շարունակաբար կարդալ Other խոսքը։ than giving each one who reads the Bible in a year $200. $200 կարանք տանք, հա, ամեն մեկին դրա համար, բայց այդ տարբերակ եկեք հանենք։ How else can we? Ուրիշ ինչ տարբերակ կա։ մոտիվացնելու Հա, ինչով you կարաս encourage? մոտիվացնես։ For instance, and I hate that Stephen's not here, in their church, Ստիվանից եկեղեցում they provide each member who wants it ով որ ուզում է անդամներից a reading plan through the Bible. իրենք կարդալու պլան են տալիս։ And as a church, they all read from the same reading plan. Ով որպես եկեղեցի իրենք բոլորը նույն պլանով են կարդում։ And so they also, by making that commitment, the pastor can really walk up to anybody and say, how's your Bible reading going? Ով կարա ցանկացին մոտենա ասել, You know, ոնց է when I was ընթերցանությունը, reading չէ՞։ Tuesday's reading, I saw Ասել, this. How about you? What did you see in our readings for this week? քանի որ նույն բանն են կարդացել, կարող է ասի, accountable. այս 3-7 օրվա ընթերցանության մեջ այս ինչ բան է տեսա, դու ինչ տեսար, հա, այդ ընդհանրությունը ունեն։ They also, before Christmas and before Easter, Ինչպես նաև մինչև Սուրբ Ծնունդը եւ մինչև Զատիկը, they pick a book ընտրում են ինչ-որ that գեր, has a reflection or reading որ for each ունի day. ընթերցանություն ամեն օրվա համար։ And they all read the same book. Ու կարդում են բոլորը նույն գիրքը։ And once again, it's the Ու same thing. կրկին նույն But բանը։ it often spontaneously happens. Hey, did you Right, notice on page here what was said? Սպոնտան կերպով sense When they come together as groups, երկուսն են they come նույն together բաներ as են գտնում, հա, ու կիսում են այդ երբ որ գալիս են երկրպագության ծառայության։ I was in one church, Մի my եկեղեցում sister's է, church, իմ very small քրոջ church, եկեղեցում, որ փոքր եկեղեցի է։ and they had a tradition. Մի սովորություն ունեն, If you ավանդույթ։ were an adult Եթե տարիքով էր, and you come to church, ավելի չափահաս ես ու գալիս ես there was only եկեղեցի, about 20 of them. not 20 the whole people church, gathered. 20 հոգանոց եկեղեցի էր։ But if you're an adult and you come, you have to be ready to share what God showed you in Scripture that week. Եթե չափահաս ես ու գալիս ես եկեղեցի, պատրաստ եղեք կիսվել այն ինչ որ Աստված խոսել է քեզ And հետ they would այս go from շաբաթ։ person, what did you see this week? Ասում did են you see հերթով, this հա, ինչ ես տեսել, did դու you ինչ see ես this տեսել, week? դու ինչ ես What գտել did այս you see this շաբաթ, հա։ week? What did you see Դու ինչ this ես week? տեսել այս What did you see շաբաթ, this ինչ ես տեսել այս շաբաթ։ And I thought, oh, people will just not come to church if you ask them to do that. Ինձ թվում էր որ եթե մարդկանց այդ հարցը տաս, հա բոլորին ուղղակի չեն գա եկեղեցի։ No, because they had the freedom to say, well, this was a bad week. Որովհետև ունեն այդ ազատությունը So I ասել didn't- դա I didn't see լավ much this շաբաթ չէր, That was տենց okay. շատ բան չեմ տեսել այս շաբաթ, դա էլ է նորմալ, You know, հաջորդը։ Խոսրավ could say Խոսքը կարող է ասել 5 minutes of stuff. 5 րոպե խոսալ օրինակ։ You might say 2 sentences. Գուցե դու էլ երկու նախադասություն ասես, դա էլ նորմալ There է։ was a mutual accountability. Այսինքն կարաս ընդհանուր հաշվետվություն։ And you could do it at the beginning with a small group. Կարող ես Even անել do it with youth, փոքր although it's խմբի good. հետ, կարող ես And ջալ just say, we're երիտասարդների հետ անել, չնայած Every once in a while, չվախենալու we're եմ։ just gonna ask, once a month we're going to ask, what did God show you this week? Ոնց էր ժամանակ առ ժամանակ հարցնես, So դա we այս need շաբաթ to ինչ look for Աստված ways to ցույց try տվել to ձեզ։ encourage people to repetitively read the Word of Այդ God. ձևեր փնտրենք մարդկանց քաջալերելու կարդալ Encourage them Աստծո to apply it խոսքը, in their life բայց as well. նաև քաջալեր որ կիրառեն իրենց կյանքում նույնպես։ Որ ասեց իրանք ունեն պլան կարդալու The waiting plan։ մեկը կեսից է եկել իրան էլ են տալիս այդ Ահա։ ոնց կաշխատի If someone's not there, like someone joined midway, Mhm. how does that work? You just have the reading plan has a reading for every day of the year. Ամեն կալենդարով է բաժանացել, այսինքն ամեն օրվա համար reading կա։ If you join them in say July, Եթե միացել ես they հուլիսին, send you the reading plan and you just start reading. տալիս են where պլանը ու everybody else հուլիսից is reading. միանում ես, այսինքն բոլորը հուլիսինն են կարդում, դու էլ You իրանց won't հետ have read հուլիսին եք everything կարդում։ everybody else reads, but from the point you join in with Mhm. them, you're reading the same Mhm. thing each day that they read. Այսինքն մինչև այդ իհարկե չես կարդացել, իրանց կարդացածը, բայց հուլիսից են կամ իրանց հետ միանում նույն հոսքով գնում եք։ Typically, their reading plan will only have readings for 5 days a week.
Սովորաբար իրենց պլանը ընդամենը 5 օրվա շաբաթվա 5 օրն է ներառում։ Because things happen. Դա բան լինում է որ չի ստացվում, հա, Okay, I've այսինքն got 2 days during the week that I can, just not get that reading done. 2 օր կա շաբաթվա մեջ, But I որ can probably catch up by կարող next եմ չկարդամ, հա, բայց հաջորդ շաբաթ այդ չկարդացածի տեղը կարող եմ լրացնել նույնպես։ week. Okay, now it's your favorite time. Ձեր սիրելի ժամանակն է 3 question time. 3 հարցերի ժամանակը։ So I need you to write down your answer to 3 Գրի questions. առեք ձեր պատասխանը 3 հարցերին 8-րդ գլխում։ Write down what did you learn about God? Ինչ սովորեցիք Աստծո մասին, What did you learn about man? ինչ սովորեցիք մարդու What մասին, did you learn about ministry? ինչ սովորեցիք ծառայության God, մասին։ man, ministry. Write down Աստված, 3 մարդ, sentences. ծառայություն։ Գրի առեք ձեր Because Noah's 3 gonna talk with you նախադասությունը, about these on Friday. որովհետև Նոյը զրուցել է ձեր սրա մասին ուրբաթ օրը։ So, Hosra, we need to write your 3 sentences. Խոսրով դու էլ գրի։ What you learn Երեք about God, what նախադասություն։ you learn about man, what you learn about ministry in chapter 8. Ինչ սովորեցիր Աստծո մարդկանց եւ ծառայության մասին 8-րդ գլխում։ Should we stop the recording? Yeah, Or- we can. yeah. What you wanna say? Now recording-ը բանանք։ Հաջողը։ Հա բանը 3 նախադասություն ենք անում ու ոնց որ break անենք։